Տաշիր ընկերությունների խմբի նախագահ գործարար Սամվել Կարապետյանը, որն ավելի քան 7 օր կալանավայրում է, փաստաբանական խմբի հետ որոշել է հետ վերցնել իր կալանավորման որոշման դեմ բողոքը եւ վիճարկել այն մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Կարապետյանը հունիսի 19-ին 2 ամսով կալանավորվել էր, նրան սկզբում տեղափոխել էին Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Իշխանություններին ուղղված քննադատություններից հետո գործարարին տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, ժողովրդին հայտնի ԿԳԲ-ի նկուղ։ Գրեթե 9 ժամ տևած խուզարկությունները Կարապետյանի երևանյան տանը սկսվել էին այն բանից հետո, երբ հրապարակայնորեն քննադատել էր Հայաստանի իշխանությունների արշավը ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ եւ աջակցել հայ առաքելական եկեղեցուն։ Մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Նրան կոշտ է արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում հրապարակելով մի շարք գրառումներ, որոնցից մեկում գրել էր մեջբերում. «Պոռնկաբարո հոգևորականներն ու նրանց պոռնկաբարո բարեգործները ինչու են ակտիվացել»։ Նույն օրն իրավապահ մարմինների աշխատակիցները խուզարկություններ էին սկսել Սամվել Կարապետյանի տանը, որոնք շարունակվել են գրեթե 9 ժամ։ Քննչական գործողությունների ավարտից հետո գործարարը առանց ձեռնաշղթաների ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ իր տնից եւ մեկնեց բաժին։ Կարապետյանի նկատմամբ ոստիկանության գործողություններից հետո ազգային անվտանգության տնօրենի պաշտոնից ազատվեց Արմեն Աբազյանը։ Զանգվածային լրատվամիջոցները գրել էին, որ Փաշինյանն Աբազյանին աշխատանքից ազատել է, քանի որ վերջինս հրաժարվել է Կարապետյանին բերման ենթարկելու հրահանգը կատարել հրապարակավ, այսպես ասած շոուի ձևով։ Փաշինյանն Աբազյանի պաշտոնանկությունը մեկնաբանելով հայտարարեց, թե ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին տնօրենին հանգիստ է պետք, ոչ հերքելով, ոչ հաստատելով Կարապետյանի դեմ իրականացված գործողությունների հետ կապը։ Չէր կարող ազգային անվտանգության ծառայության տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել։ Հաջորդ օրը Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը պետականացնելու մտադրության մասին։ Սամվել Կարապետյանին, ում ընկերությունը հեծը գնելուց հետո գրեթե $700 միլիոն է հատկացրել էլեկտրամատակարարման որակի բարձրացմանը, Փաշինյանը մեղադրեց ժողովրդին վնաս հասցնելու եւ դիտավորյալ անջատումներ կազմակերպելու մեջ։ Հեծը իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել եւ հիմա նաեւ վերլուծությունը հիմք է տալիս մտածելու, առնվազն թույլ չի տալիս հրաժարվել այդ մտքից, որ այդ ամեն ինչը արվել է եւ արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։ Հեծի աշխատակիցները համաձայն չեն Փաշինյանի գնահատականների հետ։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Կարապետյանին, շեշտելով, որ ընկերությունը մշտապես արել ու շարունակում է անել առավելագույնը սպառողներին պատշաճ որակի ծառայություններ մատուցելու համար։ Փաշինյանի հայտարարությանը հաջորդեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հեծին խախտումների համար 10 միլիոն դրամ գումարի չափով տուգանելու որոշումը։ Կարապետյանին պաշտոնապես մեղադրանքի առաջադրվել իբրև իշխանազավթման հրապարակային կոչերի համար։ Փաստաբաններն անմիջապես հայտարարել են, որ մեղադրանքը անհիմն է։ Նրանք վստահեցրել են, որ Կարապետյանի հարցազրույցի տեսակցության մեջ հանցակազմի որևիցե տաշ չկա։ Գործարարի պաշտպանական խորհուրդն էլ ընդգծել է, որ Կարապետյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Ըստ փաստաբանների կալանքի հարցով մոտ 4 ժամ տևած դատական նիստի ընթացքում Կարապետյանը պատասխանել է հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ հարցազրույցի ժամանակ ասել էր, թե իր ձևով կմասնակցի եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի լուծմանը։ Ասել է, որ ես այն կոչ երբեք չեմ արել, որևէ քաղաքական գործընթացների մասնակցելու կոչ չեմ արել։ Սամվել Կարապետյանը կալանավորման վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումից հետո ուղերձով դիմել է իր կողմնակիցներին եւ իր կալանքը անվանել ապօրինի։ Կյանքիս ընթացքում հաջողությունների զուգընթաց ունեցել եմ նաեւ բազում դժվարություններ, սակայն հոգիս երբեք չի հանձնվել։
ապօրինի կալանքով ու շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, շեղել որդեգրած սկզբունքներիցս։ Միշտ լինելու եմ ժողովրդիս, հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, ջանք ու եռանդ չեմ խնայել ու չեմ խնայելու հայրենիքիս եւ հայության կյանքը բարելավելու, բարեկեցիկ եւ անվտանգ ապագա կերտելու համար։ Մենք պառակտող չենք, այլ ազգը համախմբող ենք։ Ամոր եղեք, մեր հաղթանակին այլընտրանք չկա, առաջ Աստված։ Շնորհակալություն աջակցելու համար։ Հեցից զատ ուշադրության կենտրոնում հայտնվել է նաև Կարապետյանի ընկերությանը պատկանող Տաշիր պիցցա հանրային սննդի ցանցը, ուր սննդի անվտանգության տեսչական մարմինն արդեն երկրորդ շաբաթն է ստուգումներ է անցկացնում։ Ընդհանրապես մեր ստուգումները տեղի են ունենում ստուգումների ծրագրի հիման վրա, որը հաստատվում է նախորդ տարվա դեկտեմբերի եւ ըստ այդմ մեր ստուգումները իրականացվում են կամ բողոքների հիման վրա։ Եվ կա երրորդ տարբերակ, որը կազմակերպության դիմումի հիման վրա է։ Տաշիր պիցցան դիմել է կազմակերպությունը մեծ, խնդրելով ստուգել իր հանրային սննդի կետերը, դեռևս 2 շաբաթ առաջ, եթե ոչ ավելի, եւ այդ ժամանակվանից սկսվել են նրանց ստուգումները, եթե ուշադիր լինեք, մինչև հայտնի դեպքերը եւս 2 կազմակերպություն արդեն կասեցված է եղել։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Սամվել Կարապետյանի կալանավորումը գնահատել է որպես հարված Հայաստանի եւ հայ առաքելական եկեղեցու հեղինակությանը։ Մոսկվան հայտարարել է, որ Ռուսաստանը կաջակցի Կարապետյանին եւ նրա փաստաբաններին։ Գործարարի ձերբակալությունը դատապարտել է նաեւ խորհրդարանական ընդդիմությունը, հիշեցնելով Փաշինյանին, որ վերջերս ոչ վաղ անցյալում խոսում էր Կարապետյանի կողմից Հայաստանի զարգացման մեջ միլիոնավոր ներդրումներ կատարելու մասին։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Կարապետյանին պաշտպանեցին մտավորականներ, այդ թվում դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը, ռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցան, մարզիկներ Կարեն Խաչանովը, Արման Ծառուկյանը, Էդուարդ Վարդանյանը եւ այլ։ Երևանում Armenia Today հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը եւս քննադատեց գործարարի կալանավորումը։ Անհիմն եմ ընդունում, վաճառ չկար։ Շատ վատ եմ գնահատում, իջիպտի կալանավորեն։ Իրանց չափ չկա, անգլուխների չափ։ Մեծ հայ, թասիբով այ։ Եվ եթե ձեր շուրջը նայեք, ինչքան արարածու ստեղծած բաներ ունի։ Սամվել Կարապետյանը շատ բան արել հայազգի համար։ Դες Արցախցի եմ, գիտեմ ինչ արել Արցախի համար։ Դա ուղղակի խայտարակություն է։ Շատ վատ, այդպիսի մարդուն կարելի էր տենց վերաբերվել։ Նրանցից շատերը Հայաստանի միջազգային հեղինակության համար վտանգավոր են համարում Հայաստանի ցանցերի ազգայնացման նախաձեռնությունը։ Իրահոր դուքանը չէ, որ բռնի ու միանգամից սեփականացրեց։ Գիտեք ինչքան կրակ ու պատժի մեջ են գտնելու։ Ուղղակի դառնա բիզնեսի վրա, տես բանալ չի կարելի։ Անմիտություն է դա։ Քաղաքացիների կարծիքը կիսում են նաև փորձագետները։ Նրանք գտնում են, որ գործարարի կալանավորումը լուրջ մարտահրավեր է Հայաստանի ներդրումային միջավայրին։ Այս ձերբակալությունը ցույց է տալիս մի քանի բան։ Առաջինը, որ ոչ մեկը պաշտպանված չէ, նույնիսկ Սամվել Կարապետյանի նման խոշոր գործարարը։ Հա, բոլորը տեսել են, որ ինքը չէր խրախուսում հեղաշրջումը կամ ինչ-որ մի բան, բայց առաջին սկի հայտարարությունը հայրաքելական եկեղեցու պաշտպանության արդեն առիթ հանդիսացավ, որպեսզի իր վրա հարձակվի։ Այսինքն իշխանությունը վախենում է գործարարներից եւ վախենում է, որ ռեսուրս ունեցող մարդիկ ինչ որ կարծիք արտահայտեն։ Այս պարագայում ռեսուրս ունեցող մարդիկ պետք է իրանք վախենան կարծիք արտահայտելուց։ Պարզ է, որ նման մարդիկ կվախենան Հայաստանում մնալ առհասարակ։ Եվ սա ցանկացած պարագայում ունենալու է բացասական ազդեցություն։ Նրանց խոսքով, եթե Հայաստանի ներդրումային միջավայրը շարունակի հարվածի տակ մնալ, խոշոր ձեռնարկատերերն իրենց կապիտալը կտեղափոխեն ավելի հուսալի երկրներ։ Փաստենք, որ նրա կողմից ստեղծված հիմնադրված ընկերությունները, տարբեր ընկերություններ խոշոր հարկատուներ են համարվում եւ Հայաստանի առանցքային ներդրումային տարբեր ոլորտներում այդպես։ Սամվել Կարապետյանի ձերբակալումը ներդրումային այնպիսի բացասական ազդակ է, որ մի կողմից խոչընդոտում է լրացուցիչ ներդրումների ներգրավմանը, հաջորդ կողմից նպաստում է Հայաստանի Հանրապետությունից
կապիտալի փախուստին, արտահոսքին։ Այժմ process-ը սկսվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հանդեպ։ Ինքը մի կողմից այսպես իշխող վարչախմբի համար քաղաքական փոքրիկ PR քայլ է, իբր թե ամեն ինչ տանում է դեպի պետականացման, բայց դրանով ինքը քանդում է պետության հիմքերը։ Այսինքն օրենքի գերակայություն Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի եւ պոտենցիալ ներդրողներին, ընդհանրապես կամ տեղական ներդրողներին ու բիզնեսին սա մեսիջ է, որ Հայաստանի Հանրապետությունում հարցերը չեն լուծվում օրինական ճանապարհով, այլ լուծվում են ինչ որ մեկի կամքից կախված հանգամանքներում։ Իշխանությունների հույսը հետևյալն է, որ ներդրումային միջավայրը այսօրվա աշխարհակահաղական հակամարտության ֆոնին միանշանակ չէ, եւ եթե դու բռնում ես Ռուսաստանից գործարարին, հա, կամ ռուս կապիտալ ներկայացնող գործարարին, դա արևմտյան կապիտալի վրա չի ազդելու, եւ մասամբ դա այդ հաշվարկը ճիշտ է, բայց միայն մասամբ, որովհետև իրականում ցանկացած արևմտյան գործարարը եւս նայելու է եւ մտածել է, լավ, այսօրվա դրությամբ ոնց որ ռուսաստանցիների հետևից է ընկած, վաղը արևմտյան գործարարների հետևից կընկնի, մանավանդ եթե իրանք էլ իրենց քաղաքական օրակարգին կհակասեն։ Այնպես որ այս հաշվարկը իմ կարծիքով սխալ է։ Եվ ստեղ կարող է լինել նույնիսկ ուրիշ հաշվարկ, որ Ռուսաստանից կապիտալը սկսելու է լքել եւ շատ էժան վաճառի եւ այսպիսով ակտիվների վերաբաշխումք իրականացվի իշխանության օգտին դրանով։ Եթե նույնիսկ դա տեղի ունենա, ապա նույնիսկ դա իմ կարծիքով չի թույլ տալու հույս ունենալ, որ Հայաստանում որևէ մոտակա կամ միջնաժամկետ ապագայում ներդրումների մասով մենք կարող ենք ինչ-որ բարելավում ունենալ։ Նիկոլ Փաշինյանը մինչդեռ Մերձավոր Արևելքում սրված իրավիճակի ֆոնին Թուրքիա այցից ու նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելուց հետո շարունակում է եկեղեցու մասին գրառումներ անել ու Գարեգին II-ին հորդորում րոպե առաջ հեռանալ Վեհարանից ու վերստին բարձրաձայնում է հեծն ազգայնացնելու մտադրության մասին։ Զուգահեռ Կարապետյանը փաստաբանների միջոցով կալանավայրից ինչ հաջողվեց ներկայ իշխանություններին վերնագրով նամակների շարք է հրապարակում, որոնցում մատնանշում է իշխանությունների ձախողումները, այն հենասյուների վերականգնման անհրաժեշտությունը, որոնց վրա հիմնվում է երկրի ներքին դիմադրողականությունը, Թուրքի հետ կապերի վերականգնում, արտաքին անվտանգության ամրապնդում, դատարանների անկախություն եւ ներքին համերաշխություն։